Գնացինք։ Առավոտյան օրը սկսել սուրճից, թե խորհրդատվությունից։ Սուրճով սկսենք թարմանանք, խորհրդատվությունները ժամը 4-ից սկսած։ Մի բան, որ խորհուրդ եք տալիս ձեր բոլոր պացիենտներին։ Լավ տրամադրությամբ գալ ու լավ տրամադրվել ընդհանուր process-ի նկատմամբ։ Ամենադժվար кейսը, որ ունեցել եք։ Դժվար кейսեր շատ ենք ունեցել, բայց ամենադժվարը եղել է, երբ այլ երկրում դոնոր զոնայից 2 էտապով համարյա բան չէին թողել ու մենք ստիպված էինք հայթայթել մազեր, որ էսթետիկորեն քիչ թե շատ բավարարող արդյունք տանք պացիենտին։ Ձեր գործում ամենասիրելի պահը։ Շփվել պացիենտներից հետ, ամեն օր նոր մարդ, նոր հետաքրքիր դեպքեր։ Ամենատարածված միֆը, որ լսել եք փոխպատվաստման մասին։ Ամենատարածվածներից մեկը այն էր, որ փոխպատվաստած մազը չի աճում, ինքը արհեստական է, ոնց դնում ես այդպես մնում է, որ վաղուց արդեն պարզավոր այդպես չի, եւ հիմա նոր տարածված միֆ կա, որ անկեղծ չգիտեմ սկզբնաղբյուրը որտեղից է գալիս, այդն է, որ դոնոր զոնայից հանած մազերը նորից աճելու են, այդպիսի բան չկա, դրա համար դոնոր զոնայի հետ պետք է շատ ճիշտ վարվել։ Լավ դոնոր զոնա, բայց շատ մազաթափություն, թե ոչ այդքան լավ դոնոր զոնա, բայց քիչ մազաթափություն։ Լավ դոնոր զոնա, ինչքան որ թափված է, մեկը կվերականգնենք։ Ամենահաճելի կոմպլիմենտը, որ լսել եք ձեր հասցեին։ Քանի որ իմ պացիենտները հիմնականում տղամարդիկ են, ես շատ ուրախ եմ, որ տենց հաճելի կոմպլիմենտ չեմ հիշում։ Ձեզ ամենահարազատ մարդը, ում մազերը փոխպատվաստել եք։ Այս պայդրությամբ ամենահարազատ մարդը եղբայրս է, ում փոխպատվաստում իրականացրել եմ, հույս ունեմ այսքանով հարազատներից պրծնենք, մյուս եղբայրս իմ դուռը չի հասնի։ Այս չսափրված վիճակից հովանավորներ մյուս հարազատ տղես է։